Եթե կոռուպցիա չի, ո՞նց կարող է ԱԱԾ-ի տնօրենը այսպիսի թանկարժեք գգույք առնի։ Տեսեք, առաջին անգամ այդ հարցը ես եմ տվել ԱԱԾ ղեկավարին, երբ որ ինքը եկել էր։ Իր տան համար, թե այն Ավինյանը սպանեց այն միլիոնների հետ կապված էր։ Չէ, ոչ թե Փաշինյանին եմ այդ հարցը տվել, այլ ԱԱԾ ղեկավարին։ Հիմա սա այս առաջին անգամ եմ պատմում։ Մենք փակ նիստ ենք ունեցել ու բազմաթիվ մեր երկրին վերաբերելի հարցերից զատ վերջում հարցնում եմ. արդյոք կա նման բան կա տարածված, որ դուք կամ ձեր անմիջական հարազատները Վահագնի թաղամասում տուն եք ձեռք բերել վերջին անցնող տարիներին։ Ինքը պատասխանեց համարյա սենց, որ դա անձնական բնույթի հարց է, ինչ-որ սենց մի բան պատասխանեց, այսինքն չհերքեց, համենայն դեպս չի ասել ոչ։ Ես իրեն նորից ասացի, որ ստեղ անձնական բնույթի բան չի, սա պաշտոնյաներ, պետքա ավելի թափանցիկ լինեն, հասկանանք, ի վերջո դուք նախկին, եթե չեմ սխալվում, նախկինում կամ դատավոր կամ դատախազ, համենայն դեպս այնպես չի, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ ա եղել, որ հանգիստ կարողանար Պաշտոնյա է եղել, հանրության միջոցներից սնվող, հանրության միջոցներով վարձ վճարվող միջին բան, այսպես պաշտոնյա եղել։ Ինքը էլի հետո շատ հետաքրքիր է, ինչ ասել 1.5 միլիոն դոլարի մասին։ Կրկնում եմ, չպատասխանեց, այս անգամ էլ փակնիստի ընթացքում այդ հարցը հնչեցվել է։ Եվ այդ հարցին ինքը նորից ասաց, որ նախորդ անգամ ինքը ասեց այն ինչ որ կարող էր ասել, այսինքն բան չասեց։ Եվ ուղղակի մի դիտարկում արեց, որ իր անունով որևէ տուն չկա Վահագնի թաղամասում։ Բայց քանի որ այդ հարցը արդեն իր անունով չկա, ինչու՞ չի Սոքանչի անունով կարա լինի, էլի, ասենք Բաջանաղի բանի։ Նախկիներին, որ այդքան ասում են, ես հիշում եմ մի հատ Նիկոլ Փաշինյանը մի հատ ելույթ ուներ, չէ, որ ասում էր, հա ձեր բոլոր ազգականների անունով չգիտեմ ինչեր եք գրանցել եւ այլն։ Հիմա չգիտեմ սա այդ դեպքն է թե այդ դեպքը չի, բայց ես լավ էր, որ լրագրողը այդ հարցը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանին, կարծում ինքը ինչ որ ձև կհետաքրքրվի, համենայն դեպս ես հետո Նիկոլ Փաշինյանից կհետաքրքրվեմ, արդյոք ինքը տեղեկացավ ԱԱԾ ղեկավարը այդ տունը ունի թե չունի։